Բարև ձեզ, եթերում Լույս աշխարհ կարգի երրորդ հաղորդումն է, որը վարում եմ ես, Արծրուն Բեփանյանս։ Ուրեմն նախորդ երկու հաղորդումների ժամանակ մենք էքսկուրս կատարեցինք երրորդ հանրապետության, ինչպես նաև մեր վերջի մի քանի տարերի պատմության վրայով, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում, ու նաև մենք ուզում էինք հասկանալ, թե ովքեր են մեղավոր այս ամենի, եւ խորանալով դայերի մեջ մենք խճճվեցինք, որտեղ շատ բարդ էր մեր անցած պատմությունը եղել։ Ու նաև երկրորդ հաղորդաշարի ավարտին մենք ձեզ հետ միասին փաստեցինք, որ մենք հայերս բավական երկար ժամանակ, հազարամյակներ ունեցել ենք հզոր պետություն եւ հետեւաբար ունեցել ենք հզոր արժեհամակարգ։ Սա մեր անցած երկու հաղորդումներն էր։ Հիմա ես կուզեի մի քանի խոսքով մենք խոսեինք մեր հաղորդաշարի կառուցվածքի մասին։ Ուրեմն գաղտնիք չէ, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում մենք ունենք բազմաթիվ հեռուստա հաղորդաշարեր, որտեղ մեր մտավորականները խոսում են երկրի ազգի դրությունից, ինչպես նաև ունենք մի քանի տասնյակ կուսակցություններ, որոնք եւս մտահոգ են երկրի վիճակով, բայց եթե մենք հիմա ամփոփում ենք մեր ամբողջ ունեցածը, ապա բացի թե բարձր, որ այսօր չկա մի լուծում, իրատեսական լուծում, որը մենք փորձենք կիրառել Հայաստանում եւ կարողանանք երկիր անենք այս վիճակից։ Ինչպես նաև խառնաշփոթ վիճակում է ողջ հայությունը, չկա մի իդեա, չկա մի գաղափար, որի շուրջ մեր ժողովուրդը միավորվի եւ կարողանա իր հնարավորությունը, մարդկային նյութական ռեսուրսները օգտագործել ազգի նպատակների համար։ Ինչն է պատճառը։ Իմ կարծիքով պատճառը այն է, որ մենք դժբախտաբար խնդիրները չենք լուծում համակարգված ձևով։ Մենք խոսում ենք ամեն ինչից, սակայն մի հաղորդումը հաղորդաշարի հետ, կուսակցության հետ որևէ առողջություններ չունեն եւ մենք չենք կարողանում խնդիր դնել մեր առջև եւ այդ խնդիրը բաժանելով բաղադրատարների, փորձել այդ բաղադրատարները ուսումնասիրելով, զննելով որոշակի եզրահանգումների գալ եւ վերջնարդյունքում ինչ որ ունենանք հետեւություն, թե ինչ կարելի է անել, որ երկիրը այս վիճակից հանվի։ Այս բացը լրացնելու համար ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի մենք մի այլ ձև կառուցենք մեր հաղորդաշարը։ Մենք սկզբից եւ կդնենք խնդիրը, թե որն է մեր խնդիրը, ինչն է պատճառը, որ մենք այսպիսի վիճակում ենք։ Եթե մենք այս խնդիրը չկարողանանք ճշտությամբ ձևակերպել, ապա ինչքան էլ մենք խոսենք, մեր խոսացածի արդյունքը չի լինելու այն, ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Հիմա այս խնդիրը ձևակերպելու համար մենք նորից պիտի էքսկուրս կատարենք մեր պատմության վրա, որպեսզի հասկանանք մենք, եթե վրիպել ենք, որտեղ ենք վրիպել, եթե առողջ ենք եղել որպես ժողովուրդ, երբ ենք առողջ եղել, որպեսզի եթե մենք ցանկություն ունենք մեզ վերականգնելու, վերանորոգելու, ապա իմանանք թե ինչ է, ինչպիսին պիտի դառնանք մենք վերանորոգվելուց հետո։ Եթե հիշում եք մենք անցյալ հաղորդաշարի մեջ, հաղորդաշարի ավարտին ես բերեցի անգլիացի պատմաբան Ֆինլեյնի այն խոսքը, ով ասում էր, որ հայերը եթե իմանային իրենց սեփական պատմությունը, ապա որքան հպարտանալու առիթ կունենային, բայց ցավոք իրենք չգիտեն իրենց սեփական պատմությունը։ Մենք իմ հյուրերի հետ միասին մենք քննելու ենք հայոց պատմության շատ հին շրջանը, ինչպես նաև միջին շրջանը եւ այս ներկա իրավիճակը, այնպես որ ես շատ հանգամանալից չեմ անդրադառնա մեր հնագույն շրջանին, հատկապես որ ինքս նաև պատմաբան չեմ եւ այսպես հիմնավոր գիտելիքներ չունեմ, պարզապես ես ձեզ մի քանի այսպես տողով կհիշեցնեմ, թե ով ենք եղել եւ մենք մի քանի հազար տարի։ Ասացի, որ եթե դուք նայեք աշխարհի հնագույն քարտեզները, ապա կտեսնեք, որ Հայաստանը բավականաչափ մեծ է իմ թիկունքին գտնվող քարտեզի չափ ահռելի տարածքներ, իսկ եթե մենք ունեցել ենք ահռելի տարածքներ, նշանակում է մենք ունեցել ենք արժեհամակարգ, մենք կարողացել ենք պետություն կայացնել եւ այդ պետության հզորությունը պահպանել։ Ինչպիսին ենք եղել, ասենք մենք այդ շրջանում։ Ուրեմն ես նախ կառաջարկեմ սկսենք մի հին արաբական ազգից, որը ինձ պատմել է մեր արաբագետներից մեկը, ուրեմն այսպիսի մի պատմություն կա, որ ուրիշ երկրից մի մարդ է գալիս Հայաստան եւ
բավական ժամանակ մնալուց հետո ինքը հարցնում է տեղացիներին, այսինքն մեզ հայերից, թե ուր են ձեր հարկահանները, չտեսա ես իրենց, եւ այդ մարդը այդ պատմություն ինքն է գրել եւ զարմանքով գրում է, որ հայերը ասացին, բայց հարկահանը մեր ինչին է պետք, ինչ պիտի անի հարկահանը։ Այս հյուրը ասում է ինչպես թե ինքը գա, որպեսզի ստուգի ձեր բերքը որքան է եղել եւ ինքը ձեզանից վերցնի այն հասանելիքը, որը պիտի տակ ասենք հանրությանը, պիտի տակ պետությանը եւ այլն։ Հայերը իրեն ասում են, բայց մեր ինչի պիտի մենք հարկահան ունենանք, մենք գիտենք ինքներս, մենք ունենք մեր քերմերը մեզ տվել են օրենքներ, ավանդույթներ, մենք այդ ավանդույթներով առաջնորդվում ենք եւ բոլորս գիտենք, որ եթե ես ստացա ասենք 10 պարկ ծորել, ապա մեկ պարկ օրինակի համար ես դա իմ համայնքին է, ես տամ իմ համայնքին, ինչ է նշանակում թաքցնել այդ պարկը քո զինվորից, քո տարեց մարդից, քո դժվարություններ ունեցող հարազատներից, բանակից եւ այլն։ Չեն հասկանում, հայերը չեն հասկանում, ինչպես կարելի է դա անել։ Հյուրը իհարկե նորմալ զարմացած, որտեղ իրենց երկրներում այլ կերպ էր։ Եվ որոշ ժամանակ հետո այս նույն մարդը հարցնում է, բա ձեր ոստիկանները ուր են, կարիք հրավիրող մարդիկ ուր են։ Ես չտեսա իրենց ձեր համայնքներում։ Եվ պատասխանը լինում է հետևյալը. իսկ մեր ինչի համար մեզ պետք է այդ ոստիկանները, իրենք ինչ պիտի անեն։ Հյուրը հարցնում է, ինչպես թե գողերին բռնի, ավազակներին բռնի, կարգուկանոն հաստատի, որպեսզի չլինեն կարգազանցներ երկրում, եւ պատասխանը հայերի կողմից լինում է հետեւյալը, որ մենք ունենք ավանդույթներ, կարգեր, մենք առաջնորդվում ենք այդ կարգերով, եւ մենք համաձայն այդ կարգերի մենք գիտենք, որ մենք բոլորս եղբայրներ ենք, եւ հետեւաբար մենք ինչու պիտի մեկից գողանանք, եթե ինչ-որ խնդիր կա, մենք այդ խնդիրը լուծում ենք այդ կերպ։ Մեր մոտ չկան կարգազանցներ, չկան գողեր, չկան ավազակներ, հետեւաբար նաեւ մենք չունենք ոստիկաններ։ Մի որոշ ժամանակ հետո այս հյուրը հարցում է, լավ, ձեր իշխանավորները ուր են։ Ես չտեսա իրենց, որ անցել են շքախմբերով, զինված, ինչ-որ թիկնապահներով, ձեր շեների միջով։ Եվ պատասխանը լինում է հետևյալը, եթե մենք չունենք ոստիկաններ, եթե մենք չունենք հարկահաններ, եթե մենք չունենք առանձնակի խնդիրներ, ինչ պիտի անեն իշխանավորները։ Մենք ունենք ասենք աստվածատուր կարգ եւ այդ կարգով մենք առաջնորդվում ենք եւ որևէ խնդիր չունենք։ Այս ինչ որ ես ձեզ պատմում եմ, սա մոտ 3500 տարի առաջվա իրականության մասին է։ Դուք անշուշտ տեղյակ եք մի շարք օտարազգի ժամանակակից պատմաբանների այն հետևություններին, որ հայերը եղել են քաղաքակրթության տարածողը հին աշխարհում։ Մենք հետագայում կանդրադառնանք մանրամասնորեն այդ հրապարակումներին, պարզապես հիմա ֆիքսենք միտով դա, որ որոշ գիտնականներ գտնում են, որ հայերը եղել են քաղաքակրթության տարածողը մարդկության մեջ։ Կա նաև վերսիաներ, որ հայերից սերել են շատ ժողովուրդներ։ Կա նաև վերսիա էլի պնդում են ուրիշները, եթե մենք ասենք, գուցե ասենք, թե գլուխ է գովում, բայց կան գիտնականներ օտարազգի, որոնք պնդում են, որ նաև որոշ լեզուների հիմքը նաև հայերենն է։ Եվ կան փաստեր, որ բացի այն, որ մեր նախնիները արժեհամակարգ են տարածել աշխարհում, այլ նաև որոշակի պատասխանատու դերակատարություն են ունեցել այն ժամանակվա աշխարհում այդ արժեհամակարգի պահպանության համար։ Մենք ունենք ուսումնասիրություններ, դες էլի կներկայացնենք, թե ինչպես հայերը ուրիշների խնդրանքով բանակ են ուղարկում, որպեսզի ասենք Հայաստանից հարավ գտնվող տարածքները կարգուկանոնի բերեն։ Սա էլի մեր առանձնակի դերակատարության մասին է, որ ունեցել ենք։ Արժեհամակարգային հատվածի մասին խոսացինք, ասեմ ես շատ կծկտուր եմ դες ներկայացնում ժամանակի առումով, հետո մասնագետները դες հանգամանալից կներկայացնեն։ Հիմա ռազմական հատվածով, իսկ ինչպեսի ասենք զինվոր են եղել հայեր։ Կա Դարեհ առաջինի վկայությունը, ով ասում էր, որ հայերին հաղթել հնարավոր չէ, եթե հայերին ուզում ես հաղթես, ապա պիտի փորձես տրոհես։ Իրենց դեմ, եթե դու դուրս գաս բանակով, չես կարող իրենց հաղթել։ Սա ասում էր մարդ, ով զորավար էր։ Հաջորդ պատմական վկայությունը, այդպես ժամանակով հետ գանք, Ալեքսանդր Մակեդոնացու
ժամանակաշրջանի մասին կան վկայություններ, երբ ինքը մեծ ճակատամարտ է մղում Դարեհ երրորդի դեմ, ապա Ալեքսանդրին հաջողվում է կենտրոնական հատվածում հուժկու գրոհով ճեղքել պարսկական այդ զորաջոկատները եւ Դարեհ երրորդին հարկադրել փախուստի եւ ինքը իր զորաբանակով հալածում է թագավորին, այդ ժամանակ իրեն սուրհանդակ է գալիս իր մյուս զորավար Պարմենիոնից, ով տխուր լուր է հաղորդում, որ թևերից մեկում ռազմաճակատի հակառակորդը հաջողությունների է հասել, կարողացել է մակեդոնական զորքերը ճեղքել եւ ոչ միայն ճեղքել, այլև եկել հասել է գումակին, այսինքն անցնում է զորքի թիկունքը եւ եթե Ալեքսանդրը իր զորաբանակով արագ օգնության չհասնի, ապա խառնաշփոթ կստեղծի բանակում։ Ալեքսանդրը հարկադրված հետ է բերում իր զորաջոկատները, որպեսզի Պարմենիոնի հետ միասին շտկեն վիճակը։ Եվ ինչը պարզվում, որ այնտեղ հայկական զորքերը, որոնք օգնում էին Դարեհ երրորդին, կարողացել են այդպիսի հաջողություններ ունենալ եւ մակեդոնական զորքը հարձակվում է հայկական զորաջոկատների վրա եւ հայերը փախուստի չդիմելով կանոնավոր իրենց զորաշարքը պայելով աստիճանաբար նահանջում են դուրս գալիս մարտի դաշտից։ Սա խոսում է մեր ռազմական արվեստի տիրապետելու մասին։ Կա նաեւ վկայություն, որ Ալեքսանդրը մի քանի հազար զինվոր է ուղարկում Հայաստան որոշակի նպատակներով ու այդ բանակը կորչում է։ Իսկ այն փաստը, որ ինքը ընդհանրապես Հայաստանի վրա չի հարձակվում, դրանից հետո էլի որոշ վերլուծաբաններ բացատրում են նրանով, որ տեսնելով հայերի ռազմական ոգին, ինքը ամենայն դեպս այդ ժամանակահատվածում որոշում է ինչ-որ մեծ խնդիրների մեջ չներգրավել։ Հայտնի փաստ է, որ հռոմեական որոշ կայսրեր իրենց թիկնապահներին, ինչպես նաև իրենց կարևոր զորքերի կազմը համալրում են հիմնականում հայերից, որ եւ իրենք տեսքով էին, եւ քաջարի էին, եւ ասենք դա առանձնակի շուք էր հաղորդում, ասենք Հռոմին զորահանդեսների ժամանակ հատկապես հայերը համարվում են որպես լավ մարտունակ կռվողներ։ Կա պատմական մի քանի դրվագ հայ-հռոմեական ճակատամարտերի վերաբերյալ, դուք անշուշտ տեղյակ եք, մենք բավական երկար ժամանակ աշխարհի այդ հզորի աղբոյանն են եղել եւ եղել են դեպքեր, երբ հայերը այնպիսի մի ահավոր հաղթանակ են տարել հռոմեացիների հանդեպ, նրանց ստիպելով անցնել նիզակներից պատրաստված լծի տակով, որ այդ անպատվությունը քողարկելու համար հատուկ հանրականներով հռոմեական պատմիչները ընդհանրապես չեն շատակում այդպիսի բաներ, ասես ընդհանրապես չի եղել այդ համարի լեգիոններ չեն եղել իրենց զորաբանակում եւ այլն։ Գալիս ենք ասենք մինչև 6-րդ դար, մեր հայ ոգին այդպես շարունակվում է, մենք ունենք 6-րդ դարից եւս մեկ ուրիշ վկայություն, Բյուզանդիայի մորիկ կայսեր արտահայտությունն է, ով մեր մասին ասել է, որ մի խոտոր ու անհնազանդ ազգ են հայերը, դեռ ասենք 6-րդ դարում։ Կան աղբյուրներ, ուսումնասիրողներ, որոնք պարզել են, որ բյուզանդական շրջանում, ասենք, էլի այդ նույն շրջանում, երբ որ ասում էին հայ, ապա իրենք հասկանում էին քաջարի ազնվական խրոխտ ու օտար աղբյուրներում նույնիսկ ինչ որտեղ նաև ներկայացնում են մենք այնքան ասենք հայերը եղել են ռազմաշունչ, որ ուրիշի մոտ այդ տպավորությունն է առաջացրել։ Մենք ունենք պատմական մի հրաշալի փաստ եւս, որը չգիտես ինչու ծածկել ենք մոռացության շերտով, էլի այդ շրջաններում ես տարեթեւը կոնկրետ չեմ նշում, դա այդքան էլ էական չի, եղել է այսպիսի մի դրվագ, եւ պարսկական 7000-անոց զորաջոկատը պատժիչ մտնում է Հայաստան հայերին կարգի վրա հրավիրելու համար եւ 300 հեծելազորային հայեր տեղանքի բարենպաստ հնարավորություններից օգտվելով ճակատամարտ են տալիս եւ հաղթում պարսկական բանակին։ Սա Ակորի գյուղի մոտ է եղել։ Առանձնակի մեծ փառք է ունեցել հայկական այրուձին, հայկական հեծելազորը այն շրջանում, այսպես ասած, այդ ժամանակաշրջանի ահուսարսափ էր եւ շատ ուրիշ թագավորներ երազում են, որ հայկական հեծելազորերը կռվեն իրենց զորքերի կազմում, ընդհանուր մենք գիտենք, որ նույնիսկ Կուլիկովի ճակատամարտի ժամանակ եղել հայկական զորագնդեր իրենք
բավական մեծ համբավ ունեին այն շրջանում, դա խոսում էր մեր հայ ռազմիկի ոգու մասին։ Ուրեմն մինչև վերթարկության 7-8 դարեր, այսպես որ զննում ենք պատմիչներին, տեսնում ենք, որ ամենուր այսպես եւ արժե համակարգային առումով եւ մարտաշունչ լինելով առումով դրական արձագանքներ կան։ Սակայն երբ որ մի որոշ ժամանակ անցնում է, ասենք նույն 10-րդ դարում արդեն Բյուզանդիայի մեկ այլ կայսր Նիկեփորոս II Ֆոկասը այսպիսի մի արտահայտություն է արել հայերի մասին։ Հայոց անկայուն եւ անverջ թափառել սիրող բնավորություն։ Մենք մոտենք 6-րդ դարում ինչ էր ասում Մորիկ կայսրը, բողոքելով մեզանից որպես խրոխտ եւ ծոր հնազանդ ժողովուրդ, իսկ հա 10-րդ դարում մենք ինչ-որ խնդիրներ ենք ունենում։ Անկայուն եւ անverջ թափառել սիրող բնավորություն։ Նշանակի այս տարերի ընթացքում ինչ-որ իրադարձություններ տեղի ունեցան ճակատագրական, որոնց արդյունքում այս ժողովրդի մեջ տեղի ունեցավ որակական փոփոխություն բացասական առումով։ Այ բնութագիրը էականորեն փոխվեց։ Ինչ է եղել հետո մենք կանդրադառնանք, այստեղ ասեմ, որ եթե մենք ուզում ենք պարզել, թե ինչու մենք խնդիրներ ունենք, ապա մենք պարտավոր ենք անաչառությամբ քննել մեր պատմության բոլոր էջերը եւ չխորշել այնտեղ եղած ճշմարտությունը վեր հանելուց, այլապես մենք կխարխափենք ինչպես որ խարխափում ենք հիմա։ Մենք ունենք մեկ այլ վկայություն անի քաղաքի գոյության շրջանի ավարտին մեր պատմիչը ինքը կսկիծով գրում էր, թե այս որքան են ապականվել բարքերը երկրում եւ այն աստիճան, որ ինքը տապտունջով ասում էր, որ Աստված կպատժի մեզ սրա համար եւ չիների եւ կպատժի սրա համար եւ այդ պատիժը ինչպես գիտենք հետո եկան որոշ ցեղախմբեր հայտնվեցին Հայաստանում։ Կա փաստը այսպիսի մի տվյալ էլ, որ մոտ 11-րդ դարում Հայաստան են գալիս մոտ 20,000 հետելասոր եւ այս ժամանակ բավականին մեծ թվով հայեր էին ապրում երկրում, բայց այլևս դիմադրողունակ չէին այն խոտոր հայերը, ովքեր դրանից մի 1000 տարի առաջ աշխարհի հաղոս Արցախներին արդեն որակապես փոխվել էին եւ մատչոք չէին։ Ինչ որ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք բերել են մեզ հարմատական փոփոխության բացասական առումով։ 11-րդ դարից հետո մինչև առաջին հանրապետությունը ես չանդրադառնամ առանձնակի այս պահին, հետո մենք անդրադառնալու ենք, որտեղ մեծ մասամբ գիտենք, որ մեր ժողովուրդը հայտնվեց շատ ահավոր դժվարին կացության մեջ, մոնղոլները եկան, թուրքերը եկան, պարսիկների տիրապետություն եւ այդ շրջանում ինչ խորացավն այդ բացասական հատկանիշների խորացան եւ երբ որ եկանք հասանք առաջին հանրապետությունը ես ձեզ ներկայացրել եմ ամենայն դեպս մի որոշակի չափով դուք պատկերացնում եք թե ինչ վիճակ էր այնտեղ ես հիմա չանդրադառնամ այդ վերջի 1000 մի քանի 100 տարվա վատ ճանապարհով անցնելը բացահայտորեն երևաց առաջին հանրապետության շրջանում մենք հետո այս մասին հանգամանալից կխոսանք եւ այնպեսի իրավիճակ էր որ եթե անգամ աշխարհաքաղաքական բարդություններ չառաջանային ապա միևնույն է մենք դժվար թե կարողանայինք պահել այդ պետությունը որը ինչպես գիտեք մենք դա կորցրեցինք հիմա տեսեք այդ շրջանում առաջին հանրապետության անկումից հետո մեր մի շարք լուրջ մտավորականներ իրենց կյանքը նվիրեցին պարզելու թե ինչու այդպես եղավ իրենք չտրվեցին մակերեսային վերլուծություններին իրականությունը պայմանավորել տվյալ շրջանի իշխողների վարքով եւ փորձեցին ինչ-որ հասկանալ խնդիրը ինչպես որ հիմա մենք ենք ուզում հասկանալ ինչումն է խնդրեմը ինչ խնդիր կա ծառացած մեր առջև որ մենք 25 տարի ունենալով անկախ պետություն այն հզորացնելու փոխարեն կարծես թե ամեն ինչ անում են որ չկայանա պետությունը այն ժամանակ էլ այդ խնդիրը դրվեց եւ շատ տխուր հետեւության հանգեցին ես ասացի եթե մենք ուզում ենք այս իրականությունը հաղթահարենք ապա մենք պիտի քաջություն ունենանք բաց խոսենք մեր խնդիրների մասին եթե չխոսենք ապա ասեցի խարխափենք հավերժ
Տեսեք ինչ է ասում Գարեգին Նժդեհը իր ուսումնասիրությունների արդյունքում։ Ինքը գիտեք, որ Հայաստանի մի հատվածի կառավարիչներ շատ լավ գիտեր իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի առաջանապետության անկումից հետո ինքը բավական երկար ժամանակ նվիրել էր ազգային խնդիրների լուծմանը։ Եվ հա Գարեգին Նժդեհ հետևյալ եզրահանգմանն է գալիս, ընդգծում եմ, բուն հայկական խնդիրը դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է։ Այսինքն փաստորեն մեր այդ մեծ մտավորականը գտնում է, որ մենք պրոբլեմ ունենք, մենք մնացել ենք տեսքով, արտաքինով հայկական, բայց ուծացել ենք անգամ մեր պետության մեջ եւ մենք ազգ վերադառնալու, ազգ վերածվելու նորից խնդիր ունենք։ Ուրեմն այդ խնդիրը խորհրդային շրջանում ինձանից լավ գիտեք չի լուծվել, ընդհանրապես ազգային խնդիրներ չէին դրվում, ճիշտ է մենք ունեցանք որոշակի չափով կրթվեցինք, սակայն այդ խնդրը դարերի բեռը, որ մեզ հետ մենք բերում էինք, այդ ժամանակ ընդհանրապես խոսալ չէր կարելի եւ փակել։ Երրորդ հանրապետությունը ունեցանք, ապա այս երրորդ հանրապետությունում էլ ես չի ասի, թե առանձնակի մեր քաղաքական միտքը աշխատում է սովորությամբ։ Եվ հիմա տեսեք ինչ է եղել, խորհրդային շրջանը մի եւ դրական ազդեցություն ունեցավ, ասենք, հայ ժողովրդի վրա, որ ասենք իրեն ընձեռվեց հնարավորություն ֆիզիկական անվտանգություն ապահովելով կրթվել, ասենք զարգացնել գիտության ճյուղեր, սակայն ինքը այդ համակարգը իր շահերից ելնելով նաև բացասական ազդեցություն ունեցավ հայության վրա։ Հենց հիշենք, որ երկրորդ հանրապետության հենց առաջի ամիսներին ու տարիներին իրենք աքսորեցին ազգային իրենց մեջ կրող մեր հայորդիներին, որոնք գլխավորապես հայ-հեղափոխական դաշնակցության անդամներ էին։ Դրանից սպայական կազմը բոլորին կամ ոչնչացրեցին կամ արտաքսեցին Հայաստանից։ Հետո 30-ական թվականներին եւ դրանից հետո մի քանի անգամ եղավ ընտրախավի ազգի սերուցքի կամ ոչնչացում կամ ճնշում եւ կարելի ասել, որ 70 տարին անցնելուց հետո մենք առանձնակի զարգացում չունեցանք Էգիպտայի ձևավորման առումով, նույնիսկ ինչ-որ միտեղ կարելի ասել 70 տարին մեզ համար անցան աննկատ ու աննշմար, մենք չունեցանք ինքնուրույն զարգանալու հնարավորություն մտքի առումով։ Դրանից հետո բացի այն, որ Գարեգին Նժդեհի նկատած է, որ մենք ինչ-որ պրոբլեմ ունենք անցյալի հետ կապված, այս վերջին շրջանում, երրորդ հանրապետության շրջանում եւս երկու գործոններ ի հայտ եկան, որոնք ազդում են մեր վրա եւ հենց իրենք էլ որոշում են մեր այսօրը։ Դրանցից երկրորդը առաջին ասեցի ազգային գործոններ, պայմանավորված մեր անցյալով, երկրորդը դա կապիտալիզմի կայացման փուլի բերած արխադիրքներն են։ Ես մի առանձին հաղորդման ժամանակ դες հանգամանալից ներկայացնեմ, թե որպեսզի ավեր է բերում տնտեսական հրաշք հետագայում ապահովող այդ կացութաձևը, սակայն իր կայացման փուլում ինքը ավերում է եղած հանրությունը, ավանդույթները, որոնք, ասենք, կարելի ասել, տեսենք մարդկային են, ապա ինքը դրանք ավերում է, որպեսզի կարողանա ինքը զարգանա շուկայական հարաբերություններում։ Եվ իզուր չէ, որ կապիտալիզմի տեսաբանները այդ կայացման փուլը իրենք համարում են, որ բերում է իր հետ սոցիալական աղետ, սոցիալական կատակալիզմ, որից մենք ցավոք սրտի չկարողացանք խուսափել։ Եվ այստեղ մի բան եմ ուզում ասել, որ ամենայն բացականը, որ տեսնում ենք մեր կյանքում, պետք չի հուսահատվել եւ մտածել, որ դա հենց մեր էությունն է։ Մենք, եթե հիշում եք 88-90 թվականին, այլ ժողովուրդ էինք անգամ խորհրդային համակարգի վերջին փուլում, էլի համեմատաբար լավ ժողովուրդ ենք, քան այսօր, իսկ դա ոչ թե մեր էությունից է, որ մենք այսպեսին ենք, այլ պարզապես մենք ընկել ենք մի իրավիճակի մեջ, կապիտալիզմի կայացման փուլի մեջ, որ քանդում է ամեն ինչ։ Հիշեք, Անգլիայում, երբ որ կայանում էր այս համակարգը, արտահայտություն կար, որ իշխանները կերան մարդկանց։ Նույն տնտեսական շահի հետևից ընկնելով, անգլիական ժողովրդի մի մասը ֆիզիկապես ոչնչացրեց այդ մյուս մասին։
մեր մոտ ֆիզիկապես չեն ոչնչանում, բայց ասենք սոցիալական այնպիսի սոցիալական բարոյական մի ահավոր կատաստրոֆիկ վիճակ է ստեղծվել, որից մենք գլուխ չենք անում եւ մեզ թվում է թե դա մեր էությունից է, միշտ դա այդ համակարգի վերած էություն է, սա անցնող է, եթե մենք կարողանանք գտնենք իրեն հաղթահարելու հնար, սա հաղթահարելի է։ Հաջորդ կաշկանդող խնդիրը, որ կա, որը էլի մեր խառնաշփոթին նպաստում է, դա այն է, որ մենք պատրաստ չլինելով ժողովրդավարությանը, այդ եվրոպական օրենքներին ու սահմանադրությանը, մենք սպտատորով գնացինք եւ այդ արժեհամակարգը ներմուծեցինք Հայաստան եւ ջանացինք, որ տեղ մնացնենք։ Մինչդեռ անցած դարի կեսերին բավական հայտնի փիլիսոփաների ուսումնասիրություններ կան, ովքեր պարզել էին, որ եթե մի որևէ ժողովուրդ, որը պատմական ճանապարհներ անցնելով որոշակի քաղաքակրթության աստիճանի է հասել եւ ինքը ունի արդեն կարգավորող օրենքներ, սահմանադրություն, այսպես ասած ժողովրդադեմոկրատական, հա, եթե ունի այդպիսի կարգեր, ապա եթե ինքը դա վերցնում է եւ փորձում է ներարկել մեկ այլ ժողովրդի մոտ, ով պատմական այդ ճանապարհը չի անցել եւ ինքը հոգեպես պատրաստ չի այդ արժեհամակարգը ընդունելու եւ մեխանիկորեն փորձում են ներարկել, ապա տեղի է ունենում ընդունող ժողովրդի քայքայում։ Մարդկանց դուք դնում եք ինչ-որ օրենքներ, խնդիրներ, որոնց իրենք պատրաստ չեն, իրենք անընդհատ կարդում են օրենքները, սահմանադրությունը, տեսնում են իրենց կյանքը այլ է, հուսահատվում են, փորձում են իրականացնել, չի ստացվում, ընկնում են հոռետեսության մեջ, հուսահատության մեջ, ինչ որ մենք հիմա տեսնում ենք մեր իրականության մեջ։ Մենք սխալ ենք գործել, պատրաստ չլինելով որոշակի օրենքների ու սահմանադրությունների, բերել ենք մեր իրականությունը եւ դրանք հանրապես չեն աշխատում։ Եվ սա բերում է մեզ հուսալքության։ Մենք մեր մասին մտածում ենք, թե մենք անպետք ենք։ Մինչդեռ ճիշտ քայլը այն կլինի, որ դու հաշվի առնես քո հանրության, քո ժողովրդի քաղաքակրթական զարգացության աստիճանը եւ դրան համարժեք քայլերի համախոհ կամ քայլեր դնես իր առջև, որը ինքը հաղթահարելով գնա առաջ եւ ոչ թե ասենք ընկնի այս վիճակում, ինչպեսին որ մենք ենք։ Փաստորեն ես սա պայմանականորեն կոչում եմ եռակի հարված, որ մենք 3 երևույթներ կան, որոնք այսօր որոշում են մեր իրականությունը։ Առաջին ասեցի մեր պատմության բերումով, դաժան անցյալի բերումով բացական հատկանիշներն էին, որոնց վերաբերյալ ներդերը ասում են, որ մենք ուզացել ենք եւ պիտի նորից անհրաժեշտ փոփոխություններ անենք, որպեսզի դառնանք ազգ։ Երկրորդը կապիտալիզմի կայացման փուլի վերած աղետն է, եւ երրորդը, որ մենք փորձում ենք ներարկել ուրիշի քաղաքակրթական համակարգը մեր մոտ պատրաստ չլինելով դրան։ Մենք եթե ուզում ենք այս իրավիճակը հաղթահարել, ապա պիտի մեր ամբողջ մտավոր կարողությունները ներդնենք, որ այս երևույթները քննենք, նրանց բացասական ազդեցությունները գնահատենք, ազգի դրական հատկանիշները վերխանենք, ասածից թող չհետևի, թե ես հայ ազգի մասին բացասական կարծիք ունեմ, եւ գտնենք այնպիսի մի ելք, որը ունակ կլինի հաղթահարել այս 3 գործոնների ազդեցությունը։ Ես 3 կարևորները նշեցի, հնարավոր է այլ գործոններ կան, ասենք, որոնք խանգարում են մեր զարգացումը։ Դրսից ասենք ինչ-որ միտոնավոր կերպով փորձում են ցածր կեղծ մշակույթ ներարկել եւ այլ եւ այլ։ Այս կարգի ինչ-որ բաներ կան։ Մեր խնդիրը այսօր խորհելն է, մեր խնդիրը այսօր մտածելն է եւ այդ առումով մեր հաղորդաշարը փորձելու է դες հետ միասին ազգի կարող ուժերին ներգրավելով այս խնդիրները դնել իր առջև եւ լուծել։ Հիմա հարց կառաջանա հնարավոր է արդյոք թե չէ։ Ես հիմա ուզում եմ մեջբերել մի միջազգային վերլուծաբանի տեսակետը, ով իր ուսումնասիրություններով եկել է այն եզրահանգման, որ ապագա աշխարհում առանձնագին դերակատարություն ունենալու են շատ քիչ թվով ազգեր, ժողովուրդներ եւ գլխավորապես լինելու են նրանք, ովքեր կկարողանան ստեղծել կայսրություն։ Եվ կայսրություն ասելով այս անգամ ոչ թե նկատի ունի զորաբանակներով
գնալ առաջ եւ գրավել ուրիշի տարածքներ, այլ կարգի ազդեցություն հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Եվ այդ ազգերի թվում, որոնք ապագային ունենալու առաջիկայում, նշվում են այն ազգերը, որոնք մեծաքանակ են, ասենք Ամերիկա, Ռուսաստան, Չինաստան եւ այլ այն կարգի ազգեր, որոնք ասենք մի քանի 100 միլիոն են։ Դրանցից հետո, երբ որ թվարկվում է այդ ազգերը, նաեւ մի քանի ժողովուրդներ են նշվում, որոնք իրենց թվականակով նրանցից անհամեմատ փոքր են, եւ այդ ցանկում կանգնային մենք, հայերս։ Կարող է հարց առաջանալ, իսկ ինչու հայերը արժանացան նման պատվի, որ ապագային ունենալու եւ ունենալու են կայսրություն։ Պատասխանը հետեւյալն է, դա իմ պատասխանը չէ, այդ տվյալ վերլուծաբանի օտարազգի, որ հայերը ունենալով սփյուռք աշխարհի մի շատ երկրներում, ապա նրանք եթե կարողանան համախմբել իրենց ողջ մարդկային ու ֆինանսական ռեսուրսները, ապա իրենք կարողանան ստեղծել մի կայսրություն, որի հնարավորությունը մենք ունենք, եւ կարող են ունենալ առանձնակի դերակատարություն աշխարհի մեջ։ Հիմա տխուր օրից է, որ մենք այդ վիճակին ենք, որ մենք ունենք ցրվածություն աշխարհում, բայց մյուս կողմից դա մեզ տալիս է հնարավորություն աշխարհի մասշտաբով խնդիրներ լուծելու, կարգավորելու, եւ այսօր մեր խնդիրը ոչ թե պիտի լինի, ինչպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը գոյատևի, ամոթ է, որ մենք այդ կարգի խնդիրներով զբաղվենք, ունենալով այն մեծ ռեսուրսները, որ համայն աշխարհում մենք ունենք։ Եվ մեր նպատակը պիտի լինի կարողանալ գտնել այնպիսի մի գաղափար, այնպիսի մի իդեա, որը կհամախմբի աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերին։ Հիմա մեզ հարկավոր է խորել, իսկ ինչ գաղափար կարող է լինել դա։ Եվ հենց այստեղ է, որ եթե մենք ուզում ենք այս հարցերի պատասխանները գտնել, մենք պիտի հետ գնանք մեր անցյալի մեջ։ Հարցերի պատասխանները այնտեղ են, երբ որ մենք ուսումնասիրենք մեր այն հերոսական շրջանը եւ մի քանի հազար տարի աշխարհի հզորներից էինք, ու մենք փորձենք վերցնենք, թե իսկ հայերը այդ ինչ գաղափար էր, որ նրանց պահում էր հավաքական եւ նրանք հազարամյակներ շարունակ ասենք եղել են աշխարհի հզորներից։ Այդ առանձնակի բան չասեմ, երբ թե հենց նույն գաղափարը, որ մոռացել եք իհայտ բերենք, այս ներկա աշխարհի իրողությունները հաշվի առնելով, դա մեզ կօգնի, որպեսզի մենք կարողանանք համայն հայությանը համախմբել կոնկրետ ինչ-որ մեծ գլոբալ նպատակների համար։ Այդ դեպքում արդեն Հայաստանում արդարություն հաստատելը ոչ թե կլինի քաղաքական ուժերի գերագույն գլխավոր նպատակը, այլ ընդհանրապես միջոց։ Մենք տեսնում ենք, երբ որ քաղաքական ուժերը հայտարարում են արդարության հաստատելը Հայաստանում նպատակ, ապա դա բերում է համարյա քաղաքացիական պատերազմի, կողմերից մի կողմը մյուսին ջարդում է, դա միաժամանակ նաև ժողովուրդը ջարդվում ու զալեկվում, եւ մենք ունենում ենք այլ ավելի անարդար Հայաստան։ Եթե մենք մեր առջև դնում ենք այդպիսի մեծ կարգի խնդրի, թե ինչպես համախմբենք հայությանը, ապա բոլորս այդ դեպքում հասկանում ենք, որ եթե Հայաստանում արդարություն չլինի, ապա մենք այդ կարգի խնդիրները չենք կարող լուծել։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չկայանա, չուժեղանա, չլինի բոլոր հայության մտասերվերումների կենտրոնը, որ բոլորը նայեն մեզ եւ իրենք իրենց լավ զգան, ապա իրեն մենք չենք կարողանա։ Այսինքն Հայաստան պետությունը ուժեղացնելը մեզ համար արդեն դառնում է ոչ թե նպատակ, որին էլի հասնելուց ներքին ինչ-ինչ ուժեր կաշկանդում խանգարում են իրար, այլ դառնալու միջոց։ Իսկ եթե դա դառնում է միջոց, ապա դա այդ խնդիրը լուծելը շատ ավելի հեշտ է լինում, քան ասենք այս դեպքում արդեն քաղաքական կռիվներն են լինում թույլ։ Հիմա մեր նպատակն է կարողանալ այս կարգի գլոբալ խնդիրներ դնել մեր առաջ, ասացի մենք ողջ ռեսուրսը ունենք, անգամ միջազգայինագետ դրսի միջազգայինագետն են գտնում, որ հայերը դա ունեն, եւ ամոթ որ մենք չկարողանանք խնդիրը լուծել։ Ես դեռ 10 տարի առաջ, երբ որ քաղաքական հաղորդումներ էի վարում Երևանում, ես առիթ ունեցել եմ ասել, որ ներկա Հայաստանը կարգի բերելը եւ այստեղ կարգավորված երկիր սարքելը իր կենցաղային այն բաղադրատարերով եւս
հայության համար 5 րոպեի գործ է, եթե մենք հաշվի առնենք, թե մենք ինչ ռեսուրս ունենք աշխարհում մենք ցրված եւ ինչ մտքեր ունենք, պարզապես մենք ինչ-ինչ պատճառներով մենք չենք կարողանում համախմբվել մի նպատակի շուրջ ու այդ խնդիրը լուծել։ Հիմա մեր հայության խնդիրը հենց այս նպատակը գտնելն է, որպեսզի մենք որպես ազգ մենք նպատակ ունենալով արդեն մենք բոլորս կարող ենք այդ մի նպատակի զինվորել։ Մեր հաղորդաշարը հենց այս խնդիրն անդրադառնալու է, բայց ասեմ, որ համակարգային մոտեցում է լինելու ամեն մի հյուր ինքը կոնկրետ թեմայից է մեզ ներկայացնելու իր գիտելիքները եւ մենք հաղորդման ավարտին փորձելու ենք ամփոփել ինչ տվեց սա մեզ մեր այս գլխավոր խնդրի ուսման ճանապարհին։ Նայել ասեմ, որ առանձնակի ես չեմ տրվելու շոուներին, առանձնակի չեմ տրվելու հաղորդաշարի հեղինակության մեծացմանը, ուռճացմանը, քանի որ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, շատ բարդ է եւ մենք իրավունք չունենք տրվելու այսպես դերասանական միջոցներին, մեզ հարկավոր է մտածել ու գտնել։ Ես հիշեցնեմ, որ մի դրվագ հիշեցի, երբ մոտ 2003 թվականին էր կամ ավելի վաղ ես մի հաղորդում էի վարում հեռուստաընկերություններից մեկով եւ ժողով եղավ ղեկավարության, ինձ ասացին, որ հարկավոր է հյուրերին, որ ես հրավիրում եմ, իրենց ճնշեմ, նեղեմ, իրենց օգտագործած բառը ես ասեմ, կզցնեմ այդ հյուրերին, ես ասացի ինչի համար։ Պատասխանը հետևյալն է, որ ավելի շատ մարդիկ նայեն, երբ որ մեկը մեկին պատմի, տեսակ այսինչ քաղաքական գործին Արծրուն Բեբանյան ինչպես ճնշեց, ինչպես կզցրեց եւ շատ ու շատ մարդիկ կնայեն մեր հաղորդաշարը։ Ես իրենց ասացի, մենք ազգովի, ամբողջ ազգով կզած վիճակում ենք։ Եվ ես գտնում եմ հիվանդություն է եւ այս վիճակում գտնվելով հանդերձ մենք հաճույք ենք ստանում մեր ազգի մեկ ուրիշ ներկայացուցչի մեր երբ որ հրապարակային կզսպում ենք, կներեք, որ այդ բառերը օգտագործում ենք։ Եվ ասացի, իմ նպատակն է փորձել գտնել ինչու է այսպես եւ ինչպես ինչ քայլերի դիմենք, որ դուրս գանք այս իրավիճակից։ Եվ առարկություն եղավ, որ այդ դեպքում քո հաղորդաշարը կնային ընդամենը 50 մարդ։ Ես ասացի, ոչինչ։ Ես 50 մարդու համար այդ հաղորդումը կանեմ, այդ 50 մարդկանց հետ խելքի կտանք, փորձենք հասկանանք ինչ է կատարում, մեզ հարցեր տանք, հարցերի պատասխանները գտնենք ու գտնելուց հետո այդ 50 մարդիկ արդեն կդառնան տարածողներ, քարոզիչներ լուծման եւ աստիճանաբար կգնա երկրի բարեփոխում։ Բոլոր ժողովուրդների մոտ այդպես է եղել։ Բարեբախտաբար այն ժամանակ հեռուստաընկերության ղեկավարությունը երկար խորհելուց հետո գտավ, որ ես ճիշտ եմ անում եւ ես այդպես էլ հաղորդումը տարա խորքային անալիզներ, վերլուծություններ անելով եւ մի որոշ ժամանակ հետո իսկապես հաղորդաշարը դարձավ Հայաստանի ամենամեծ վարկանիշ ունեցող հաղորդումներից մեկը։ Հիմա էլ ես ինքս նպատակ ունեմ, օգտվելով այս առիթից, որ լուսաշխարհ կայքը ընձեռել է ինձ, ձեզ հետ միասին, մեր կարող ուժերի, մտավորականների հետ միասին խորհենք այն խնդիրների շուրջ, որոնք ժամանակը դրել է մեր առջև։ Այնպես որ դուք լցվում եք հավատով, որ մենք կարողանալու ենք այս խնդիրը լուծենք, այն պատմությունը, որ մենք ենք ունեցել հերոսական, այն դերակատարությունը, որ մենք ենք ունեցել աշխարհում, դրանք մեզ ուղղակի ստիպում են, որ մենք անենք այդ գործը։ Այսքանով ավարտենք մեր հաղորդումը, հաջորդ անգամ արդեն իմ հյուրերի հետ փորձենք քննել մեր պատմության առանցքային էջերը։ Մինչ նոր հանդիպում։